Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 6-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Կանխատեսումը կարող եք նայել և ասցենդենտի, և լուսնային, և արևային նշանով, որպեսզի հասկանաք որն է ճիշտ։ Էմոցիաների համար պատասխանատու է միայն լուսնայինը, և լուսնայինով կարող եք հասկանալ արդյոք կբարկանաք, կվիճեք, կլացեք և այլն, յուրաքանչյուր բան այն ինչ որ կատարվում է էմոցիաների ազդեցության տակ։ Ահա, տեսնենք ինչ է մեզ բոլորիս այդ օրը սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 6-ին։ Հարգելի խոյեր, ուսողն չի խավարել, Ֆրանսիա այնքան մռայլ է, ոնց որ նոր աշուն է եկել էլի։ Այդ օրը, այստեղ մեկ րոպե, ուզում նաև նշել ընդհանուր ֆոնը ձեզ համար։ Ընդհանուր ֆոնը խոյերի համար։ Առիթ է, ոչ առիթ է կամ հասարակական կյանքն է այստեղ ձեր ներկայացնում։ Ուրեմն, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամ եք միգուցե պայմանավորվել, այստեղ անընդհատ չնշան, դուք հիշեք, ֆիքսվեք դրա վրա, ժամ կամ նոր կպայմանավորվեք այդ օրը, որովհետեւ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, նաև դա սիրո խոստովանություն է, սիրահարվածություն է, կարող եք սիրահարվել, նաև հարազատների շրջապատում կամ ինչ-որ մի բան տեղի ունենա, որ դուք ձեզ շատ լավ զգաք, այդպես սիրված զգաք, ուրախանաք։ Եվ օձեր կան արդեն այստեղ, օձեր, նախանձմարդիկ, բամբասանք, խոսակցություններ, լարված վերաբերմունք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 6-ին։
Հարգելի ցուրեր, տեսնենք ընդհանուր ֆոնը ձեր այսօրվա ճանապարհ, բավականին կարող եք շատ ճանապարհներին լինել եւ ձեր գործերը այդ օրը առաջ մղեք։ Եվ հույսով լցված եք ինչ-որ հարցի հետ կապված կամ հույսով սպասում եք, հույսնետերեք ինչ-որ մեկի վրա այդ օրը։ Նաեւ օցեր կամ բամբասանք, խոսակցություններ, չար լեզուներ, նաեւ տեսանյութը պատրաստ է, հիմա տեղադրեմ ալիքում, մինչև սա նայեք, կնայեք արդեն, ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, վերջնական որոշում եք կայացնելու, վերջնական ինչ-որ հարցին լուծում եք տալու, միգուցե այստեղ եւս դրա մասին ասում ինչ-որ բաներ կանեք, կվերջացնեք, ինչ-որ գործեր առաջ կտանեք։ Նաեւ օրվա ընթացքում կպարկեք հանգստանալու, դա նաեւ ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, տեսնենք ձեր ընդհանուր ֆոնը։ Ընդհանուր ֆոնը շատ նամակագրական կապ, նաև փաստաթղթեր, նաև նորություններ, այդպես կարող եք ստանալ։ Գումար եք ծախսելու կամ գումարի մասին խոսեք ինչ-որ մեկի մասին կամ գումար կվճարեք ինչ-որ մեկին, նաև այդ օրը հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, ոչ է բան է ձեզ երջանկացնելու այդ օրը, օձեր են հավաքվում ձեր շուրջ, կամ չար լեզուներ են, բամբասանքներ, այդպես չար վերաբերմունք ձեր նկատմամբ, եւ ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, նաեւ երեխաների հետ կապված ոչ է հարցեր են, միգուցե առիթ է, միգուցե ծնունդ է, միգուցե ինչ-որ փաստաթուղթ է երեխաների հետ կապված, որը ձեզ երջանկացնում է, ինչ-որ մի բան է այստեղ երեխաների մոտ։ Հղիություն է, ծննդաբերություն է նաև, դա էլ ինչ կարող է լինել։ Ընտանեկան կյանքն է մարդու, որ ցույց են տալիս, ինչ-որ ընտանիքով ավելի շատ կզբաղվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 6-ին։
Հարգելի խեցգետիններ, տեսնենք ինչ է ձեզ սպասվում, ընդհանուր ֆոնն է սա։ Ուղղություն եք ընտրելու ձեզ համար, ինչ-որ մի վերջնական ուղի եք որոշելու այդ օրը։ Ու յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում այդ օրը, եւ կարող ինչ-որ միտեղ գնալ եւ երկար մնալ, սպասել ինչ-որ բանի։ Եվ ճանապարհ եք գնալու, ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նվեր կստանաք կամ դուք կնվիրեք ինչ-որ մի բան եւ ձեր ցանկությունները կիրականանան, գուցե նվեր եք գնում ուղղակի դեռևս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 6-ին։ Հարգելի առույցներ, տեսնենք ընդհանուր ֆոնը ձեր օրվա, ինչ-որ մի բան եք գնում, ինչ-որ նոր բանին տեղ բացելու համար, եթե այստեղ տեսնում եք ինչ-որ հարցերին վերջնական լուծում եք դուք տալիս, և դա է հնարավոր, որ ինչ-որ գնում է և նորին տեղ է բացում, եթե ինչ-որ մի բան հարց լուծում եք բնական է, նորին է տեղ եք բացում։ Այդ օր ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը անպայման, ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս, չգիտեմ ինչ է, բայց ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, նաև, բայց չեք տխրում, ուղղակի կարող եք լսել ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկի հիվանդության մասին է, հանդիպում կամ շփում կունենաք այդ օրը ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, գործնական հանդիպում ունեք այդ օրը կամ գործնական խոսակցություններ և ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 6-ին։
Հարգելի կույսեր, տեսնենք ինչ է ասում ընդհանուր ֆոնը ձեր։ Տունն է, տան հետ կապված հարցերով պետք է զբաղվեք, կամ հյուրերով, կամ տուն գնեք, տուն վաճառեք, մի խոսքով տունը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե իրոք ինչ-որ բաներ եք անում, ինչ-որ փոփոխություններ տան մեջ, վերանորոգման սկիզբ եւ այլն։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է հենց կախված, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Նաև սուտ կա այդ օրը, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանց մոտ այդ սուտը աշխատանքի վայրում է, կամ աշխատանք են խոստացել, չկան կորան, կամ այստեղ նաև դա ինչ-որ մի ձևով կարող է այնտեղ սուտ են տարածում աշխատանքի վայրում։ Ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ այդ օրը, և ինչ-որ հարցերին վերջնական լուծում կտաք, վերջնական կորոշեք, և վերջնական ոնց որ կավարտեք դա։ Այսքանը ձեզ համար, դե միգուցե հենց տան հետ կապված հարցերն են։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 6-ին։ Հարգելի կշարքներ, տեսնենք ընդհանուր ֆոնը ինչ է ասում, ինչով եք զբաղվելու, փոքր բորբոքվում եք, անհանգիստ եք, ընդհանուր առմամբ, բարկանալ ինչ-որ մի բանի վրա կամ անհանգստանալ։ Ոչ է տհաճ պահեր կան այդ օրը, միգուցե դրանից է, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, հարցազրույցի կգնան, պետական աշխատողի հետ կհանդիպեն, նաև նորություն կլսեք այդ օրը, հեռախոսազանգ, հանդիպում, միգուցե տան հետ է կապված այդ հանդիպումը, տան մեջ է այդ հանդիպումը տեղի ունենալու կամ որևիցե առիթի ժամանակ, կարող եք ծանոթներով իրար հանդիպել։ Կամ տան հետ է այդ ամեն ինչը, տան հետ է կապված յուրաքանչյուր բան, որ պետք է հանդիպեք ինչ-որ մեկի հետ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, դա բժշկական հիմնարկությունն է, դա ուսման կենտրոնն է, դա նաև ինչ-որ բանկեր եւ այլն դատական գործընթացներ նույնպես։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Նաև սպասելու եք, ինչ-որ մեկին եք սպասելու օրվա ընթացքում կամ ինչ-որ բանի եք սպասելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 6-ին։ Հարգելի կարիճներ, տեսնենք ընդհանուր ֆոնը ինչ է ասում ձեզ օրվա։ Դա կորուստ է, այստեղ եւս ինչ որ պահեր կան։ Կորուստը դա կարող է լինել հեղինակության կորուստ, տրամադրության անկում, ինչ որ բան իրականում կորցնեք կամ նաեւ մանր-մունր խնդիրներ են, որոնք կարող են լինել։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ որ մարդիկ են գալու ձեզ մոտ, օծեր կամ բամբասանք, չար լեզուներ, խոսակցություններ, գումար կամ կստանաք կամ գումարը, չէ, նեցեք, չեք ստանում, գումարի մասին կարող եք խոսել կամ նաև ծախսել, վճարել ինչ-որ մեկին եւ ինչ-որ մի բան այդ օրը ձեզ ցավ է տալիս։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերով հետ։ Այսքանը ձեզ համար ինչ-որ չափով ընդհանուր ֆոնը զգում եք բոլորին էլ ու համապատասխանում է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 6-ին։ Հարգելի աղեղնավորներ, շատ բան չի ընկել, մի հատ տեսնենք ընդհանուր ֆոնը ձեր օրվա։ Շատ խոսակցությունն է, խոսակցություն, բամբասանք, ինչ-որ չափով թեթև անհանգստություն, նաև լեզվակռիվ։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել։ Օրվա ֆոնն է դա։ Նաև այդ օրը ինչ-որ գործեր չեք հասցնում ավարտել, ամբողջը, եթե ինչ-որ գործեր ունեք, կմնան ինչ-որ բաներ։
Դա տանվում եք ծանրու թեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք ինչ-որ մի հարցի շուրջ և հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Նաև դա հավատարմություն է ցույց տալիս, մարդու հավատարմությունը ձեր նկատմամբ, ձեր երկրորդ կեսին է դա կարող լինել, ձեր երեխաներին է և այլն։ Ինչ-որ մեկը ձեզ կարող է գաղտնիք վստահել այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 6-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, տեսնենք ընդհանուր ֆոնը ինչ է ասում ձեր մասին, ինչ է լինելու ընդհանուր ֆոն, չուզում դուրս գալ։ Խաղ է սա և անլրջություն, սա պետք է հաշվի առնել, նաև ուղղակի կարող գնալ նման տեղ, ինչ-որ խաղասրա, երեխաներին տանեք կամ նման ինչ-որ պահեր։ Եվ այդ օրը գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ, գումար կվճարեք ինչ-որ տեղ։ Նաև հեռախոսազանգ ունեք, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, ձեզ սիրված եք զգալու, ձեզ լավ եք զգալու, գուցե հենց դա է ինչ-որ մի տեղ, որտեղ որ գնում եք խաղասրահ կամ ինչ-որ նման տեղ և այնտեղ նստում եք սեղանի շուրջ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, դա նաև հավատարմություն է նշանակում, գուցե ձեր սիրելիի հետ եք այստեղ սեղանի շուրջ նստում և ցույց է տալիս իր հավատարմությունը, որ ինքը կողքերը չի նայում, օրինակ, դա է ավելի մոտ հավատարմության նշանը։ Նա նաև ուղղակի ձեր հարազատների հետ կարող եք լինել սեղանի շուրջ նստած։ Հանկարծակի լուր կլսեք այդ օրը և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, ոչ մի հարցում մի շտապեք այդ օրը։ Ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ ուղղակի։ Կամ հանկարծակի լուրը կարող է լինել, որ ինչ-որ մի բան է դեռևս դանդաղում, դեռևս կանգ է առած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 6-ին։
Հարգելի ջրհոսներ, տեսնենք թե ինչ է ասում քարտերը, ընդհանուր ֆոնը օրվա։ Շատ զրույց, շատ խոսակցություն, լարվածություն, մի փոքր նաև կարող եք անհանգստանալ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար, նաև սա լեզվակռիվ է կամ բամբասանք։ Այստեղ եւս ունեք կանխատեսման մեջ սեղանի շուրջ նստած կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, լեզվակռվի մեջ մտնել իրար հետ համաձայն չլինել ինչ-որ մի հարցի շուրջ։ Նաև դա կարող է լինել, եթե գալիս են ձեր տուն, տուն եք մաքրում, կամ ձեր տարածքը, որտեղ դուք գտնում եք, որպեսզի մարդիկ կան, սեղանի շուրջ նստեք։ Այդ օրը գումար եք ծախսելու, նաև գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, գումար կվճարեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար, հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, նաև ժամադրություն ունեն ոմանք սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, և ձեր ցանկությունները կիրականանան, հույսով սպասում եք, հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, միգուցե այդ ցանկության հետ է կապված, միգուցե մեկ այլ հարց է, ամենայն դեպս, ինչ-որ կամ հույսով լցված եք, որ ինչ-որ մի բանը ձեզ համար լավ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 6-ին։ Հարգելի ձկներ, տեսնենք ընդհանուր ֆոնը ձեր, օրվա ընդհանուր ֆոնը, սիրտ, հիանալի քարտ է, դա նշանակում է, որ սեր կստանաք բոլորի կողմից, սեր կունենաք բոլորի կողմից, նաև կարող եք սիրահարվել կամ ձեզ սիրո խոստովանություն անեն, այդպես։ Նաև պետական հիմնարկության հետ կապված այդ օրը հարցեր ունեք, միգուցե ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, դատական համակարգ է եւ այլն։ Նաև այդ օրը գումար կստանաք, հրավերք որևիցե առիթի կամ ձեր ցանկությունները կիրականանան, դուք որևիցե առիթ կկազմակերպեք եւ մարդկանց կհրավիրեք։ Սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ոմանք սիրահարվեն այստեղ, ոմանք նաև սիրո խոստովանություն կանեն, կստանան, նաև ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, տանը առիթ է կամ ձերը կամ պետք է գնաք, այստեղ եւս հրավերել ունեիք, նաև դա տան հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե դա է լուծվում եւ կամ օրինակ բնականամուտ եք նշում եւ այստեղ մարդկանց եք հրավիրում, դուք էլ ձեզ սիրված եք զգում, լավ եք զգում, ձեր բոլոր
հարազատների շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։